Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարի երեկո։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Չինաստանում հավաքագրված աղջիկները Հայաստանում տարաբնույթ ծառայություններ էին մատուցում։ Թրաֆիկինգի ենթարկելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով մարդկանց առևտուրը հարուցվել է քրեական գործ։ Թրաֆիկինգ, զարգացող անդրսահմանային ու խիստ եկամտաբեր հանցատեսակ, մեր թեմատիկ էջը։ Գյումրիի ոճրագործության զարգացումները, բախումներից խուսափել չհաջողվեց, կան վիրավորներ, բայց իրավիճակը վերահսկելի է։ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը, ցավն այնքան մեծ էր, որ հույզը երբեմն գերազանցում էր սթափդատողությանը։ Սակայն ոստիկանության խնդիրը ահազանգը ստանալու առաջին իսկ պահից հստակ էր՝ ճշտել հնարավոր հանցագործի կամ հանցագործների ինքնությունը, հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալին, նաև ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ։ Հսկողության տակ վերցվեց Գյումրին, քաղաքի ելումուտը, միջքաղաքային ճանապարհները, ուժեղացված ծառայություններ կատարվում մայրաքաղաքում, Զվարթնոց օդանավակայանում, սահմանային անցակետում։ Օղակն աստիճանաբար սեղմվում էր։ Իրավապահ կառույցների սերտ համագործակցությունն արդյունք տվեց։ Կասկածյալը ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը բռնվեց։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել գործողությանը մասնակցած իրավապահ բոլոր կառույցներին, ինչպես եւ այն սրտացավ քաղաքացիներին, որոնք ոչ միայն Գյումրիից 100-ից ավելի ահազանգերով օժանդակել են իրավապահներին իրենց գործողություններում։ Իհարկե, ցավը մեծ էր, այնքան մեծ, որ հույզը կարող էր գերազանցել սթափդատողությանը, գերազանցեց, երբեմն նույնիսկ չափից ավելի։ Հունվարի 15-ի երեկոյան Գյումրիում Շիրակի մարզի դատախազության մոտ սկսված խաղաղ հավաքի մասնակիցների մի մասը երթով շարժվեց դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության շենք։ Չնայած ոստիկանների կոչերին ձեռն պահ մնալու հասարակական կարգի խախտումներ եւ հակաիրավական այլ գործողություններ կատարելուց երթին միացած մի խումբ անձինք քարեր ու այլ առարկաներ նետեցին ոստիկանների ուղղությամբ, դիմադրություն ցույց տվեցին հավաքի բնականոն ընթացքն ապահովող եւ հասարակական կարգը պահպանող իրավապահներին։ Որ ձեր քայլերը հակաիրավական են եւ հորդորում է ձեզ զերծ մնալ հակաիրավական քայլերից, հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի գործադրել հատուկ միջոցներ։ Բազմաթիվ զգուշացումներից հետո բացառապես առանձին անհատների հակաիրավական վարքագիծն ու դրա հնարավոր հետևանքները կանխելու, այդ անհատներին մեկուսացնելու միջոցով հավաքի խաղաղ ընթացքը երաշխավորելու նպատակով ոստիկանությունը ստիպված էր կիրառել զսպիչ եւ խափանող բնույթի նվազագույն միջոցներ։ Ցավոք հնարավոր չեղավ խուսափել բախումներից, որոնց հետևանքով վնասվածքներ ստացան հավաքի մասնակիցներ եւ ոստիկաններ։ Դժողներին ցուցաբերվեց անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանության ծառայողների իրավաչափ պահանջները չկատարելու համար ոստիկանության տարածքային բաժիններ բերվեցին հավաքի մի քանի մասնակիցներ։ Նույն օրը ժամը 22-ի սահմաններում մայրաքաղաքի Ազատության հրապարակից իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել մի խումբ անձինք։ Ըստ նրանց հրապարակում ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով։ Նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն, եւ Գյումրիում եւ Երևանում բերման ենթարկված բոլոր անձինք բաց են թողնվել։ Իսկ արդեն գիշերը ժամը 2-ի սահմաններում ոստիկանության ղեկավարությունն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ուր տեղափոխվել է եւ շտաբ վիրահատության էր ենթարկվել Գյումրիում ծանր վնասվածք ստացած ոստիկաններից մեկը։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել նրան ծառայության համար եւ մաղթել շուտափույթ ապաքինում։ Շարունակում ենք թողարկումը։ Կյանքն անվերջ զարգացում է, որ մշտական խնդիրների առաջ է կանգնեցնում նաև իրավապահ մարմիններին։ Այդպիսի մի մարտահրավեր էլ թրաֆիկինգ կոչված հանցատեսակն է, թեև միայն 2003 թվականին քրեական օրենսգրքում ավելացավ 132-րդ հոդվածը մարդկանց առևտուրը վերնագրով, սակայն անցյալ տարի Հայաստանն արդեն երկրորդ անգամ հռչակվեց այս հանցատեսակի դեմ արդյունավետ պայքար մղող երկրներից մեկը։ Բայց միևնույն է, բոլոր հանցատեսակների նման թրաֆիկինգի պարագայում էլ լավագույն նախականխումը մարդկանց իրավագիտակցության ու իրազեկվածության բարձրացումն է։ Մեր թեմատիկ էջը։
Trafficking անգլերեն բառ է, որ թարգմանաբար նշանակում է ինչ-որ բանի անօրինական վաճառք։ Տվյալ դեպքում դա մարդկանց ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Թրաֆիկինգը ծանր անդրսահմանային կազմակերպված հանցագործություն է և նույնքան շահութաբեր է, որքան թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Կան թրաֆիկինգի մի շարք տեսակներ՝ ստրկություն կամ ստրկության նմանվող իրավիճակ, հարկադիր աշխատանք, սեռական շահագործում, երեխաների վաճառք, օրգանների փոխպատվաստում և այլն։ Այս ամենը այսօր տարածված են աշխարհում։ Ինտերպոլի տվյալներով թրաֆիկինգը աշխարհի ամենաարագ զարգացող հանցագործություններից է։ Մոտավոր հաշվարկներով ամեն տարի աշխարհում թրաֆիկինգի զոհ է դառնում 4 միլիոն մարդ, և այդ թիվը տարեց տարի աճում է։ Թրաֆիկինգը հանցագործներին տարեկան բերում է 8-ից 10 միլիարդ դոլարի եկամուտ։ Մարդկանց վաճառքով և վերջինների շահագործմամբ զբաղվողները կոչվում են թրաֆիքյորներ, կան նաև միջնորդներ, որոնք հետագա շահագործման համար օգնում են զոհի առևանգմանը և փոխանցմանը թրաֆիքյորին, միջնորդները նույնպես պատժվում են օրենքով։ Թրաֆիքյորները զոհերին ձեռք են բերում տարբեր միջոցներով՝ խաբեությամբ, բռնի ուժի կիրառմամբ կամ առևանգմամբ։ Մեր օրերում տարածված է խաբեությամբ հավատներ շնչելը։ Թրաֆիքյորների հիմնական թիրախ են գործազուրկ կամ սոցիալապես անապահով մարդիկ։ Հիմնականում շատ լավ տիրապետում են հոգեբանական այդ մանիպուլյացիայի մեխանիզմներին, շատ լավ կարողանում են համոզել, կարողանում են խոստանալ բավականին տենց շքեղ կյանք, բարվոք կյանք, լավ աշխատանք, հեշտ փող։ Գործակալությունը առաջարկեց մեծ ՌԴ-ում աշխատանքի բարձր աշխատավարձով։ Պայմաններն այնպիսին էր, որ պետք է աշխատեինք նորմալ ժամով, հանգստյան օրերով, բարձր աշխատավարձով։ Եվ այդ դրական սպասելիքներից հետո ինչ է տեղի ունենում, բոլորս երևի թե գիտենք, մարդ հայտնվում է այլ երկրում, հիմնականում անձնագիրը խլում են ձեռքից եւ այստեղ արդեն իրեն օգտագործում են որպես աշխատուժ եւ այլ տարբեր նպատակներով։ Պայմաններն այնպիսին են, որ մենք պետք է աշխատեինք ամբողջ օրը, անգամ 2 օր, անգամ 3 օր, քնում ենք 2 ժամ օրը, իսկ եթե չէինք աշխատում, մի քանի հոգով արդեն իրանց անպատիվ խոսքերը, վիրավորանքները, ձեզ կանենք, չեք կարա հայտնվեք տունել, վերցրել էին պասպորտները բոլոր։ Խորհրդային միության փլուզումը, սահմանների բացվելը, ինտեգրումը համաշխարհային գործընթացներին, ողջ դրականի հետ նաև արտերկրից կրկնօրինակած մի շարք արատներ բերեց մեր երկիր, մասնավորապես թմրամոլության, մարմնավաճառության ընդլայնումը և իհարկե մարդկանց շահագործումը։ Մարդկանց թրաֆիկինգ իրականացնողների վերաբերյալ տեղեկությունները իրավապահ մարմիններում ստացվեցին 1994 թվականից, սակայն այդ ժամանակ դեռ գործածության մեջ չէր թրաֆիկինգ հասկացությունը, և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները թրաֆիկինգ իրականացնողներին պատասխանատվության են ենթարկում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կավատությամբ զբաղվելու համար նախատեսված հոդվածով, որը պատիժ էր սահմանում ազատազրկման ձևով առավելագույնը 5 տարի ժամկետով։ 2000 թվականին Հայաստանը միացավ ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիային։ 2003 թվականի մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը վավերացրեց ՄԱԿ-ի կոնվենցիան և դրան կից 2 արձանագրությունները։ Իսկ արդեն 2003 թվականի օգոստոսի 1-ին քրեական օրենսգրքում ավելացավ նոր 132-րդ հոդվածը՝ մարդկանց առևտուրը վերնագրով։ Դեկտեմբեր ամսին ազգային ժողովի կողմից 3-րդ ընթերցման ընդունվեց մարդկանց թրաֆիկինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքը, որը ուժի մեջ կմտնի ընդունման պահից 6 ամիս անց։ Այդ օրենքը մշակվել էր Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրոպայի խորհրդի մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի միջոցների մասին կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ Թրաֆիկինգի դեմ պայքարում հաջողությունները հեշտ չեն ձեռք բերվել, այսօր էլ բարդություններ շատ կան։ Ամենալուրջը, որ այս հանցատեսակը անդրազգային կազմակերպված հանցավորության դրսևորում է։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ Հայաստանում հավաքագրման և փոխադրման ընթացքում չեն կիրառվում բռնության այն դաժան ձևերը, որոնք տեղ են գտել սկզբնաղբյուր հանդիսացող այլ երկրներում։ Հայաստանում հիմնականում չեն առևանգում մարդկանց, նրանց նկատմամբ չի իրականացվում բռնություն կամ սպառնալիք։ Հավաքագրումն ու հետագա փոխադրումը կատարվում է արտերկրում մեծ գումարներ վաստակելու գայթակղությամբ և այլ պատրվակներով, իսկ հիմնական բռնությունը կիրառվում է արդեն բուն շահագործման ընթացքում։
Հայաստանը թրաֆիկինգի կամ շահագործման առումով հանդիսանում է հիմնականում սկզբնաղբյուր երկիր, այսինքն զոհերին այստեղ հավաքագրում են, տեղափոխում են այլ երկրներ, որտեղ այնտեղ իրենք ենթարկվում են շահագործման։ Սեռական շահագործման առումով հիմնականում նպատակակետ երկրներն են Արաբական Էմիրությունները եւ Թուրքիան, իսկ աշխատանքային շահագործման առումով Ռուսաստանի Դաշնությունը։ Սակայն մեզ մոտ առկա են նաեւ ներքին թրաֆիկինգի դեպքեր, այսինքն երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին շահագործում են հենց Հայաստանի Հանրապետության ներսում, ինչպես նաեւ արձանագրվել են դեպքեր, երբ որ օտարերկրյա քաղաքացիներին շահագործել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Վերջերս ոստիկանությունը բացահայտեց Երևանում գործող մերսման սրահում կազմակերպված հանցավոր գործունեությունը, որը կարելի ասել թրաֆիկինգի վառ դրսևորում էր։ Չինացի մի կին Երևանում վարձակալելով հյուրանոցներից մեկի առաջին հարկը հիմնել էր մերսման սրահ։ Խաբեությամբ Վրաստանում բարձր աշխատավարձով մերսուհի աշխատելու պատրվակով Չինաստանից հավաքագրել էր մի քանի աղջիկների եւ տեղափոխել Հայաստան։ Ժամանելուց հետո նրանցից վերցրել էր անձնագրերը եւ օգտագործելով ճանապարհածախսի ուռճացված գումարային պարտքի հանգամանքը աղջիկներին ստիպել էր սեռական բնույթի ծառայություններ մատուցել։ Հայրենիք վերադառնալու պայմանը մեկն էր՝ հավաքագրել այլ աղջիկների իրենց փոխարեն աշխատելու համար։ Պարզվել էր նաև, որ նշված կնոջը հանցավոր գործունեություն ծավալելու մեջ օգնել են Չինաստանի եւս երկու քաղաքացիներ։ Մերսուհիներին թրաֆիկինգի եւ պոռնկության շահագործման ենթարկելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Չինաստանի երկու քաղաքացիները կալանավորված են, կատարվում է նախաքննություն։ Թրաֆիկինգի կարող է ենթարկվել ցանկացած մարդ, երեխա, կին, տղամարդ, տարեց կամ երիտասարդ։ Այս հանցատեսակը չի տարբերակում ոչ ազգություն, ոչ դավանանք, ոչ էլ քաղաքացիություն, բայց մարդկանց, որոնք տեղեկացված չեն այս երևույթի մասին, առավել հեշտ է խաբել, համոզել եւ շահագործել։ Զգուշացեք կասկածելի առաջարկություններից, որոնց մութ ապագայի մասին ուղղակի պատկերացում չեք կարող ունենալ։ Հունվարի 13-ին մեր լրագրողական խումբը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մի շարք աշխատակիցների եւ մայրաքաղաքի բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների պետերի հետ մեկնեց Ծաղկաձոր։ Կեչարի Սիվանական համալիրում մկրտության արարողություն էր, անսովոր մի արարողություն, որի խորհուրդը բազմապատիկ էր։ Կոտայքի հոգևոր թեմի առաջնորդանիստն է։ Ինչպես տեղաբնակներն են ասում, 1000 կրակի միջով անցած Կեչարիսը։ Դարեր ի վեր այստեղ քրիստոնեության դրոշն են ստացել հազարավոր հայեր։ Հունվարի 13-ին նրանց թիվն ավելացավ եւս 34-ով։ Ոստիկանության անչափահասների գործերով ծառայողները, որոնք ի պաշտոնե դաստիարակում եւ ցավոք երբեմն էլ ստիպված են պատժի ներկայացնել քրեորեն դատապարտելի արարք կատարած երեխաներին, այս անգամ Կեչարիսում էին բոլորովին այլ առաքելությամբ։ Նախաձեռնությունն իրենցն է, կնքահայր ոստիկաններինը, մկրտողները թեմի հոգևոր սպասավորներն են, մկրտվողները սոցիալապես անապահով, ինչպես եւ ազատազրկված անձանց երեխաներ։ Արարողությունը սկսվեց տերունական աղոթքով, ապա ներկաները շրջվեցին արևմուտք, հրաժարվեցին չար կամքից, չարի զորությունից ու նրա խաբեությունից եւ դարձան արևելք, առ Աստված։ Ջուրն օրհնված է սրբալույս մյուրոնով, դրանով սրբվում են եւ երեխաները։ Հոգևոր սպասավորը ոստիկաններին հարցնում է. Կնքահայրեր երեխաներն ինչ են խնդրում, հավատ, հույս, սեր եւ մկրտություն։ Քահանան մյուրոնով օծում է երեխաներին, անսասան հավատքի խորհրդանիշը կրելու ժամանակն է։ Ոստիկաններն են խաչերի թելերն անցկացնում, գիտակցումով, որ ճերմակը մաքրության, կարմիրը փրկության խորհուրդն ունի։ Մկրտությունն ավարտվում է պահպանի աղոթքով։ Կնքահայրերը օրնել էին հատուկ ընտրել։ Այսօր հայրաքելական Սուրբ Եկեղեցում տոն է, նշվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրը եւ ոնց որ ինչպես Տիրոջը 8-րդ օրը անվանակոչեցին, այնպես էլ յուրաքանչյուր հայ զավակ իր ծննդյան 8-րդ օրը լրանալուն պես պետք է արժանանա Սուրբ Մկրտության եւ այսօր կարծես թե հրաշալի զուգադիպությամբ մենք ունեցանք այդպիսի մի առիթ, որ Տիրոջ անվանակոչության օրը
հայորդիներ արժանի եղան սուրբ մկրտության, հոգևոր վերածնունդի եւ հոգևոր կյանքի կոչվելու, դառնալով հայրաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ եւ որդեգրվելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Երջանիկ էին բոլորը, հոգևորական ու ոստիկան, մանուկ ու ծնող։ Շնորհակալություն ենք հայտնում ոստիկանությանը այսպիսի լավ հոգևոր նախաձեռնության համար։ Բոլորիս կողմից, բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում։ Առողջ եղեք, Աստված օրհնի բոլորին։ Սա յուրօրինակ նախաձեռնություն էր ու խոնարհում Տիրոջ պատգամին։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, մինչև մանուկներին չնմանվեք, երկնքի արքայություն չեք մտնելու։ Մեր եթերաժամը մոտեցավ ավարտին, ցտեսություն, միշտ օր հանդիպում։ Արդար, որն դատար, գիտի սարքել հանուն արդարության, հանուն խաղաղության, միտքը սուր, խոսքը ամուր, և ուր է աչքերում խավարն այրող, լուսավորող մի շող, այսպիսին և էլ ավելին, պիտի լինի մեր ոստիկանը ոստիկան իրական, մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական, օրենքի մեր պաշտպան, ողջ գիշեր, ողջ առավոտ, ոստիկան իրական, մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական, օրենքի մեր պաշտպան, ողջ գիշեր, ողջ առավոտ, կյանքն ուժեղ, կյանքն է արժեք, հրեշտակներ երկրի վրա քայլող, արթուն և մեզ հսկող, իջնասնիվ, փառք ու պատիվ, ամեն օրյա հերոսներին խիսախ, որ քաջ են ու անվախ, այսպիսին և էլ ավելին, պիտի լինի մեր ոստիկանը հայ, մեր ամորն ու մեր ամեն նորն է ձեռքերում, քո դու եղիր վստահ, ոստիկան իրական, մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական, օրենքի մեր պաշտպան, ողջ գիշեր, ողջ առավոտ, ոստիկան իրական, մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական, օրենքի մեր պաշտպան, ողջ գիշեր, ողջ առավոտ, մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական, օրենքի մեր պաշտպան, ողջ գիշեր, ողջ առավոտ, ոստիկան իրական, մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին